Շնորհակալություն Ազատություն ռադիոկայան, հարցը սողված է Տիկին Գալասին, Եվրամիությունը ձեր առաջարկությամբ նախատեսում էր լրացուցիչ ֆինանսավորում տալ Հայաստանին խաղաղության գործիքի միջոցով, ուզում եմ հասկանալ ինչ փուլում է այդ գործընթացը եւ արդյոք Հունգարիան վետո է դնում այդ գործընթացի վրա, ինչ փուլում է այդ հատկացման գործընթացը եւ Երկրորդ հարցը պարոն Միրզոյանին 4 ամիս է անցել խաղաղության այդ պայմանագրի համաձայնեցումից դուք եւ նաեւ այլ պաշտոնյաներ նշում են որ շփումներ կան Ադրբեջանի հետ, բայց Ադրբեջանը շարունակում է իր նախապայմանները առաջ տանել, արդյոք ինչի մասին են այդ շփումները, արդյոք ադրբեջանական նախապայմանների մասին է եւ ընդհանրապես ինչ փուլում է գործընթացը եւ ձեր թույլտվությամբ նաեւ Մեկ հարց դուք նշեցիք, որ Հայաստան Եվրամիության այդ գործընկերության նոր փաստաթղթի շուրջ բանակցությունները ավարտված են, ինչ է դա նշանակում մի փոքր մանրամասնեք, արդյոք ստորագրություն է սպասվում, ժամկետներ, շնորհակալ եմ։ Thank you. So, European Union is 27 democracies. 27 ժողովրդավարական երկրներից կազմված միություն է, մեզ համար նույնպես բարդացնում է որոշումների կայացման գործընթացը, բայց որոշումները կայացվում են երբեմն երկիրը կարող է արգելափակել ընդունումը որոշումների, բայց երբեմն այլ երկրները իրենց կարծիքն են բարձրացնում եւ սա ընթացող շարունակական գործընթաց է, մենք փորձում ենք լուծումներ գտնել, այո, չենք հասել դեռ որոշման, դա այդպես է, բայց աշխատում ենք այդ ուղղությամբ լուծում գտնելու